Հարգելիներս, այսօր ես որոշեցի պատրաստեմ թանաբուր և կիսվեմ իմ բաղադրատոմսով, ինչպես եմ պատրաստում, ինչպես եմ մատուցում։ Կարծում եմ շատ շատերը սիրում են և անտարբեր չեն կարողանում անցնել նման կերակուրի կողքով։ Անգամ սիրում են ուտել թե սառը, թե տաք վիճակում։ Եվ սկսենք պատրաստման ընթացքը։ Հարգելիներս, առաջի հերթին ես մի քանի ժամով թրջում եմ սպիտակաձավարը և հետո եփելու եմ։ Մեր սոխը մանր կկտրատեմ և առատ կարագով սոխառած կանեմ։ Կօգտագործեմ 1 ձու և 2-3 ճաշի քթալ ալյուր, թթվասեր, մածուն և չոր համեմունքներից չորացրած նանան եմ սիրում օգտագործեմ։ Հարգելիներս, կանաչեղենից շատերը նախընտրում են սպասի մեջ միայն լինի համեմը, իսկ ես եթե ձեռքիս տակ լինում է սամիտ, համեմ, պետրոշկա, բոլորն էլ օգտագործում եմ և պարտադիր չորացրած նանան։ Հարգելիներս, եթե նկատել եք, շատ դեպքերում ես սիրում եմ իմ տեսանյութերի մեջ այսպիսի գեղեցիկ տեսարանը զարդարող ծաղիկներ ընդգրկել։ Կարծում եմ ձեր դուրն էլ գալիս է։ Եվ ինչ, սկսենք պատրաստման ընթացքը։ Հարգելիներս, ձուն ալյուրով խառնեցի, ավելացրեցի մածուն, աստիճանաբար և կրկին խառնել եմ, այսպիսի մասա եմ ստանում և սա արդեն կուղարկեմ մեր կաթսայի մեջ և կրկին ավելացնեմ մածունը։ Այստեղ մածունն ու թթվասերը իրար եմ խառնում և կուղարկեմ ընդհանուր մեր զանգվածին։ Եվ կրկին լավ կխառնեմ, որ համասեռ մասա դառնա։ Հարգելիներս, ուզում եմ տեղեկացնեմ, որ իմ էջում ես տեղադրում եմ այն ընթացքը բաղադրատոմսերի, որով ես պատրաստում եմ։ Եվ մի կարծեք, որ դա ստույգ բաղադրատոմսն է, ես սիրում եմ իմպրովիզներ անեմ և մատուցեմ իմ տարբերակով։ Հարգելիներս, քիչ-քիչ ջուր եմ ավելացնում, խառնում եմ, կրկին ջուր եմ ավելացնում, որ ստանամ իմ ուզած զանգվածը։ Ավելացնում եմ նաև մեր ծավալը։ Հարգելիներս, մեր սոխը մի փոքր տապակվելուց հետո ես գազօջախը անջատում եմ, մի 5-10 րոպե սպասում եմ սոխը որ փափկի և կրկին եմ գազօջախը միացնում, մի փոքր եմ տապակում և ասեմ դա անում եմ, որ սոխը ատամի տակ չզգացվի։ Ահա, հարգելիներս, մեր սոխառածը արդեն պատրաստ է, սա կթողնենք մի կողմ և գազօջախին կդնենք արդեն մեր կաթսան։ Հարգելիներս, ես կողմնակից եմ մեր հին մեթոդների, փայտե շերեփով եմ սիրում այսպես անընդհատ խառնել մինչև եռգալը, թեպետ փորձել եմ եռացրած ջրով տարբերակը, բայց ասեմ կողմնակիցն եմ հին տատիկների մեր մեթոդի, որ այսպես կանգնում, երկար բարակ խորելով, ընտանիքի մասին մտածելով իրենց աղուրը այսպես խառնում էին։ Ահա, հարգելիներս, արդեն առկա են պղպջակները և կարող ենք դադարեցնել խառնելը, բայց փայտե շերեփը դեռ մնում է մեր ապուրի մեջ։ Այսպես, երբ որ սկսում է եռալ, ես գազօջախը ամենաթույլի վրա եմ իջացնում և այսպես մարմանդ ինքը եփվելու է և արդեն ժամանակն է ավելացնենք մեր սոխառածը։ Ավելացրեցի չորացրած նանան, աղ, մի փոքր եռգալուց հետո արդեն կավելացնեմ իմ կանաչիների փունջը։ Խոհանոցումս շատ անուշ բուրմունք է տարածվել և նշեմ, որ մինչև ապուրի պատրաստ լինելը ես փայտե
շերեփը մեջից չեմ հեռացնում։ Ահա հարգելիներս, ինչպես նշեցի, որ սիրում եմ խառը կանաչիների փունջ լինի, բացի ռեհանից, սա էլ իմ այգու կանաչիներն են, որը կօգտագործեմ մեր թանապուրի մեջ։ Հարգելիներս, մեր թանապուրը արդեն պատրաստ է, ժամանակն է գազօջախը անջատեմ, կաթսայի բերանը փակեմ և մի փոքր սպասելուց հետո համտեսենք։ Հարգելիներս, մեր թանապուրը արդեն պատրաստ է, մի փոքր կարագ ավելացրեցի կրկին և կավելացնեմ այսպիսի քերած հալվող պանիր, ես այսպես եմ սիրում մատուցել, այսպես ասեմ, որ շատ համեղ է ստացվում։ Դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։ Հարգելիներս, կրկին ասեմ, որ ես պատրաստում եմ այն տարբերակով, որը մեր ընտանիքում ենք նախընտրում համտեսենք, միգուցե ստույգ բաղադրատոմսը չի, խնդրում եմ նկատողություն չանեք և կխնդրեմ նշեք, իսկ դուք ինչ տարբերակով եք սիրում համտեսել այս հրաշալի հայկական անուշահամ թանապուրը։